Շնորհակալություն ազգային ժողովի արգելի փոխնախագահ, արգելի պատգամավորներ, առաջին ընթերցմամբ ձեր ուշադրությանն է ներկայացում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փոփոխությունը կատարում ենք վարորդական վկայականի իրավունքի դադարեցման հոդվածում։ Նշված հոդվածը սահմանում է վարորդական իրավունքի դադարեցման 4 հիմքեր՝ անգործունակություն, դատարանի կամ լիազոր մարմնի վարչական ակտ, մահը և թմրաբանական կամ հոգեբուժական համապատասխան եզրակացությունը։ Մենք փոփոխությունը կատարում ենք 4 հիմքի մեջ՝ թմրաբանական և հոգեբուժական եզրակացության հիմքի մեջ։ Ներկայումս պրակտիկան այնպիսին է, որ յուրաքանչյուր վարչական գործառույթ իրականացնելու ժամանակ ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը հարցում է կատարում թմրաբանական և հոգեբուժական հաստատություններից եզրակացություններ ստանալու համար տվյալ անձի սահմանափակումների վերաբերյալ։ Մինչդեռ ներկայումս, քանի որ արդեն գործում է էլեկտրոնային առողջապահական համակարգը, ARMED համակարգը, փոփոխությունը առաջարկում ենք կազմակերպել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի նմանատիպ հաստատություններում, հաշվառված կլինի նմանատիպ հաստատություններում և այդ տեղեկատվությունը կհայտնվի ARMED համակարգում, ներքին գործերի նախարարության էլեկտրոնային ռեգիստրում ինքնաշխատ կերպով այդ տեղեկատվությունը կհայտնվի և մարդու վարելու իրավունքը կդադարի։ Նշեմ, որ ներկայիս պրակտիկայի շրջանակում 2021 թվականից մինչև 2025 թվականը նման կերպով 25 թվականի առաջին 11 ամիսները նման կերպով դադարեցվել է 2370 անձի վարելու իրավունք։ Այսքանը, շնորհակալություն, խնդրում եմ հաստատել։